Վերջին աստիճանը հաղթահարված է երիտասարդը դժվարությամբ, բայց անվնաս հասնում է փողոց։ Եթե այս տղայի հմտությունը չունեք, աշխատեք այս օրերին տնից դուրս չգալ, նույնիսկ եթե շատ եք ուզում վայելել այդքան սպասված առատ ձյունը։ Երեկ, երբ մայթերը դեռ տեղ-տեղ երևում էին ու սայթաքելու հնարավորությունը ավելի փոքր էր, վնասկաբանության եւ օրթոպեդիայի կենտրոն կոտրվածքով 4 մարդ է դիմել, բոլորը ձյան պատճառով։ Կոտրվածքներով հիմնականում դիմում են տարեցները, երիտասարդներն ավելի ճարպիկ են։ Ազգաբնակությանը խորհուրդ կտամ քայլելուց մտածելով քայլել սառցի վրա, այսինքն ոտքերը զգուշությամբ դնել, ձեռքերը գրպանները չի կարելի ման գալ, միշտ պետք է ազատ ման գալ, որպեսզի պահի առումով, երբ որ կտրուկ քայլելու ֆունկցիայի խանգարում է առաջանում, որ նրանք ձեռքերով կարողանան հավասարակ շռել։ Ձեռքերը գրպանում տաքացնելով կարելի է քայլել, եթե մայթերը ժամանակին մաքրվել են ձնից։ Մայթերը սկսել են մաքրել միայն օրվա երկրորդ կեսին, իսկ փողոցները ըստ քաղաքապետարանի երթևեկելի են եղել առավոտյան 7:30-ից։ Բոլոր վարչական շրջաններում տեխնիկան աշխատել է ամբողջ գիշեր։ Նախ մաքրվել են բարձր թեկություն ունեցող փողոցները, որոնցով հարուստ է Նոր Նորքը, Քանաքեռ Զեյթունը, Ավանը, մասամբ Արաբկիրը։ Որպեսզի հասցնեն բոլոր փողոցները մաքրել, քաղաքապետարանը տեխնիկա տրամադրելու խնդրանքով դիմել է շինարարական կազմակերպություններին։ Ձնամաքրման համար մասնագիտացված տեխնիկա կա, այլ հարց է դրանց մաշվածությունը, ասում է Կամո Արեյանը։ Մասնագիտացված տեխնիկայի բոլոր տեսակներից ունենք։ Քանակը բավարար է թե ոչ, դա այլ խնդիր է։ Եղածի պայմաններում մեր առջև խնդիր է դրված։ Քաղաքը դարձնել երթևեկելի եւ հետնյոտնի համար մատչելի։ Ինչ վերաբերում է մայթերին, դրանք մաքրելը ոչ միայն քաղաքապետարանի ու վարչական շրջանների պարտականությունն է, այլև տնտեսվարողներինը։ Նրանք պարտավոր են մաքրել իրենց խանութների ու ռեստորանների հարակից տարածքը աստիճանները։ Առաջին սխալը պետք չէ ձյունը շպրտել փողոց, դա հանգեցնում է վթարային իրավիճակների։ Իրենց տարածքի ձյունը մաքրում եւ նետում են արդեն մաքրված երթևեկելի մաս։ Մեր հորդորն է եւ խնդրանքը։ Մենք փողոցները մաքրել ենք անվտանգ երթևեկության համար։ Մինչդեռ մաքրված փողոցը նրանք լրացուցիչ ծանրաբեռնում են իրենց տարածքներից դուր բերված ձյան ծածկույթով։ Եթե մայթը մաքուր չէ, չսայթաքող կոշիկներ հագեք, եթե չունեք, դիմեք կոշկակարներին։ Պետք է նիկրապոլվի ռեզինը կա, սենց այս նրանից դրել։ Կրունգին էլ այս ռեզինից են դրել։ Սառած փողոցներն ու անզգուշ քայլվածքը չի փրկի անգամ օլիմպիական չեմպիոնին, կատակով ասում է վնասվածքաբանը, ու որպեսզի իր գործը թեթև լինի, ոչ մասնագիտական խորհուրդ տալիս, մաքուր պահել մայթերն ու աստիճանները։